Ոչ ոք կանգնալ էր, որ Նիկոլ Փաշինյանը օրը արդննա եւ եկեղեցի թեմ անօրինակ, անհասկանալի բայկար մփանա, որ կշարունակվի։ Ինչու թայմինգը հիմա է։ Չի թխոթել սրբազանների անկողնու մեջ, դա ոչ սահմանադրությամբ, ոչ որևէ այլ իրավական փաստաթղթով, ոչ ինքը, ոչ էլ ես, ոչ էլ դուք չունեք, այո, ես կողմ եմ, որ այդ խնդիրները քննարկվեն։ Ես կողմ եմ, որ կուսակրոնության խնդիրները, եթե կան, անպայմանորեն պիտի քննարկվեն, բայց այդ քննարկողը ոչ ես եմ, ոչ դուք եք, ոչ էլ Նիկոլն է, դա կա եկեղեցու հոգևոր խորհուրդ։ Իշխանությունը ամեն օր գխոսի խաղաղության մասին, Դեին Զորաբյան։ Դուք ինչպես կվերապերիք այդ տրիպ ծրագրին, Թրամփի ծրագրին։ Թրամփի խավորությամբ ստորագրվեց Իսրայելի եւ Պաղեստինի միջև խաղաղության Շարմ el-Շեյխում։ Այո, Շարմ el-Շեյխում, հա, քանի օր տևեց, հոկտեմբերի 10-ին ստորագրվեց եւ այնտեղ իդեպ Թրամփը վկա չէր, հա, բրոկեր չէր, ինչպես Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվածի ինքը ասեց, ես բրոկեր եմ, այնտեղ ինքը կարևորագույն դերակատար եւ երաշխավոր էր, քանի օր տևեց 9 օր։ Պատկերացնում եք Քյարքին Տիգրանաշեն տալը ինչա նշանակելու, դա նշանակելու է, որ ադրբեջանական դիպուկահարի կրակահերթի տակ ամեն օր լինելու է օպերան եւ ամեն օր լինելու է հենց այստեղ Աբովյան փողոցում, այո, Երևանը ես եւ դուք, Աբովյան փողոցը։ Մենք պիտի հասկանանք ոնց կարող էր մեր հասարակության մեջ լիներ մայր, ով ասեր թուրքը գա իմ երեխեքին մորթի, մենակ Նիկոլը մնա։ Այս հարցերը պիտի հասկանանք, հասկանալի է, չէ՞ որ այդ պարավին Նիկոլը չի ծննդաբերել։ Ձեր բարակային ձեր մոտ գաղտնապարը ինչպես ինտիմության առումով password-ը իշխանապողությունն է, բայց ով պիտի ստանցնի։ Կենտրոնի Ռուսաստանի թերացումը Արցախի։ Միանշանակ, դա անքննելի է, անքննելի է, այդ հարցում եմ ընդունում։ Այն հարցում, որ 3 անգամ Ռուսաստանի նախագահն է ջարդել ընդդիմադիր շարժում։ 3 անգամ իր ուղակի Ռուսաստանի իշխանությունը ջարդել է պատերազմից հետո ընդդիմադիր շարժում սատարելով այս ռեժիմը։ Դա անքննելի է, բայց պիտի ես տեսնեմ այլընտրանքը։ Բարև ձեզ Արևելքի հարթագով, ես Սակոարյանն եմ, կշարունակենք անգերց զրույց հաղորդման մեր շարքը, այսօր հյուրս Նաիրա Զոհրաբյանն է, հայտնի քաղաքական գործիչ, ինտիմաթիր քաղաքական գործիչ։ Բարի եկած եք մեր դաղավար։ Բարի օր, սիրելիս։ Վերջերս դեսանյութը դարածված էր, որ շատ քեշ կճղայնանակ ինտիմության վրա, ինչ է խորքային պատճառը, ինչ կկատարվի։ Տեսեք, շատերը ինձ մեղադրում են, ասում են պետք չի խոսել ընդդիմադիր դաշտի խնդիրների մասին, որովհետև դա նշանակում է, որ ջուր ես լցնում Նիկոլի ջրաղացին։ Ես այդ տեսակետը չեմ կիսում, որովհետև մեր երկիրը կանգնած է այս պահին եւ տևական ժամանակ գոյաբանական խնդիրների առջև։ Մենք էգզիստենցիալ ճգնաժամի մեջ ենք։ Երկիրը կանգնած է հայկական պետություն կլինի, թե չի լինի։ Այսպիսի մի խոսք կա, հա, անդառնալիության կետ։ Մեր երկիրը կանգնած է այլևս անդառնալիության կետի եզրագծին եւս մեկ քայլ եւ հայկական պետականություն չի լինելու եւ այստեղ մտածել օй, այսպես խոսեմ, որ ինչ որ մեկին չվիրավորեմ, որ ինչ որ մեկի նուրբ զգացումները չվիրավորեմ, այդպես չի։ Մենք պիտի բաց եւ մեր հիմա բոլորի նյարդերը, հա, պիտի բաց մենք խոսենք ամեն ինչի մասին, մենք պիտի խոսենք ընդդիմադիր դաշտում արկա այս ճգնաժամի մասին, այս խնդիրների մասին, որովհետև սա տրամաբանական է։ Ես աշխարհում կարող եմ եզակի դեպքեր բերել, երբ որ պատերազմ տանուլ տված, Արցախ հանձնած, հայրենիք հանձնած, եռաբլուրը արյան մեջ ծպծպացնող ղեկավարը նորից ընտրվի, դա եզակի դեպքեր է, այսինքն մենք պիտի հասկանանք ինչու էսպես եղավ, ինչու պատերազմից հետո ձեռքերին ունենալով արյան մեջ խեղդվող եռաբլուր գտնվեց 680,000 քաղաքացի, ով գնաց եւ իր քվեն տվեց կրկին այս ռեժիմին։ Մենք այս հարցերը պիտի հասկանանք, մենք պիտի հասկանանք այս հարցերի արմատները որտեղից է գալիս, մենք պիտի հասկանանք ոնց կարող էր մեր հասարակության
մեջ լիներ մայր, ով ասեր թուրքը գա իմ երեխեքին մորթի, մենակ Նիկոլը մնա։ Այս հարցերը պիտի հասկանանք, հասկանալի է, չէ՞ որ այդ պարավին Նիկոլը չի ծննդաբերել, նա եղել է, ոնց հնարավոր եղավ, որ մեր գիտակցության մեջ կարող է լինի մայր, ով իր 18 տարեկան երեխային հողին հանձնի, հետո Նիկոլին գրկի ասի, որդուս կորցրեցի, քեզ չեմ ուզում կորցնել, ես ուզում եմ իմ արյան ամեն մի կաթիլը դիմադրում է այդ տեսակի հային, ես ուզում եմ հասկանալ այս մեր գենոմի, մեր DNT-ի մեջ այս ինչ եղավ, որ մենք կարող ենք ասել, որ այս ինչ գեղի փռած ասֆալտը Արցախից ավելի կարևոր է կամ կոյուղու կամ ջրագծի փոփոխությունը Արցախից կամ Հայաստանի պետականությունից ավելի կարևոր է։ Այս ամենի մասին միջև մենք բաց հրապարակային չխոսենք, միջև մենք չխոսենք որտեղ է ընդդիմության մեղավորությունը, որ մարդ կա ասում է Ալիևին կընտրեմ, այս ընդդիմադիրներին չեմ ընտրի։ Մենք մեր ճանապարհը adekvat եւ ճշգրիտ ճանապարհային քարտեզ այս արհավիրքից դուրս գալու չենք կարողանալու կազմել։ Դին Զոհրաբյան, արդյոք մենք թերակնահատած ենք առհասարակ մեր հասարակությունը, որ մենք ակնկալիքներ ունենք ազգային արժեքներու ընդհանուր պատկերի մեջ, Արցախի դեղը, մեր հոգեբանական, մեր ազգային բադմության այս բոլորի մեջ արդյոք մենք թերակնահատած ենք այդ բոլորը։ Ես ցավոք սրտի գալիս եմ այն գիտակցության, որ այո, մենք մտածել ենք, որ մենք մեր բացառիկությունը իրականում այդպիսին չի, մենք մեզ համարել ենք բացառիկ, մենք մեզ համարել ենք Աստծո կողմից ճակատը համբուրած ազգ եւ մեր բացառիկության գիտակցումը երևի թե մեզ խանգարել է, որ մենք ռեալ իրականությանը բաց աչքերով նայենք, մենք փակ աչքերով անընդհատ այսպես հոսանքին տրված գնացել ենք, մենք չենք մտածել, ես չեմ պատկերացրել, որ մեր հասարակության մեջ կարող է լինել սեգմենտ, ով ասի Արցախը տանք հանգիստ ապրել։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորվել, որ մեր հասարակության մեջ կարող է լինի սեգմենտ, ով ասի Թուրքից գնաց էժան լոլիկը ինձ համար հայրենիքից ավելի կարևոր է, ավելին ասեմ, 20 թվականի նոյեմբերի 5-ին ես Մոսկվայում էի, նոյեմբերի 5-ին, 4 օր հետո պիտի ստորագրվեր կապիտուլյացիան, երբ որ ռուս բարձրաստիճան մի քանի պաշտոնյա ինձ ասում էին, որ պատերազմը տանուլ է տված, դա այն օրերն էր, երբ Նիկոլը Շուշին հանձնված, նոյեմբերի 5-ին Նիկոլը գրում էր Շուշիի համար մարտերը շարունակվում են, ես գիտակից քաղաքական գործիչս ձեռքս դրել եմ սեղանին, ասել եմ ձեռքս կտրեք, ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կստորագրի կապիտուլյացիա, դա հնարավոր չէ, 4 օր հետո դա հնարավոր եղավ, եթե ես չեմ պատկերացրել, որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որ դա ողջունելու է եւ դրանից հետո գնալու է ընտրության, ես դրա համար եմ ասում, մենք շատ լուրջ վերլուծելու խնդիր ունենք, մենք պիտի հասկանանք իրականում ով ենք մենք եւ ամենակարևորը ինչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք պետություն, որտեղ կա ընդամենը լապ, եւ կարևոր չէ այդ լապը Ղազախստանի ցորենն է 4-րդ կարգի, որը պարզվեց անասնակերա եւ երկու վտանգավոր ուրեմն կոմպոնենտ իր մեջ ունի գենետիկորեն մոդիֆիկացված, որը լրջագույն առողջական խնդիրներ առաջացնում, թե մենք ուզում ենք մնալ որպես ազգ, որպես պետություն, որը ունի ազգային արժանապատվություն, որը ունի գենետիկ հիշողություն, շատ պարզ է, մենք ուզում ենք լինել իր արմատները իմացող, ճանաչող ժողովուրդ, թե լինել Չինգիզ Այթմատովի մանկուրտը, սա է ընտրությունը, ցավոք սրտի, ես շատ ցավով եմ ասում, մենք տեսնում ենք, որ մանկուրտների տեսակը, մանկուրտների տեսակարար կշիռը արմատներ չունեցող, գենետիկ հիշողություն չունեցող, իր ամբողջ աշխարհայացքը լափին, փողին կապողների տեսակարար կշիռը մեծանում է, որտեղից եկան դրանք, ինչ միջավայրեր, երկար տարիներ, որ ծնվեցին մանկուրտներ, սա է իրականությունը։
Գիտեք, այս բոլորը դիտարկելով Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործիչը այսօր ուր կգտնեինք զինք։ Այս մեծ դեսատաշտի մեջ մենք գիտենք, որ կմոտենանք ընտրություններուն, ամեն օր նոր թեմքեր, որոշակի ինտիմատ եւ հատկապես ինտիմատ երջագատի մեջ նոր անուններ, նոր քաղաքական ուժեր, դուք ուր կտեսնեք դուք ցեզ։ Տեսեք, ես այս պահին այդ մասին չեմ մտածում։ Ես ինձ համար երկու կարևոր պատերազմից հետո ես ինձ համար երկու կարևոր նիշ եմ սահմանել՝ զբաղվել Արցախի մշակութային ժառանգությամբ, որը ամեն օր ոչնչացվում է, նախորդին մի հսկայական գեղեցիկ գյուղ դրեցին բուլդոզերով, օկուպացված Արցախում հավասարեցրին հողին, ամեն օր այնտեղ պղծվում է պատմամշակութային արժեքները, ավելին այլևս միջազգային կառույցներ, որտեղ մտնում ես, այսպիսի հաստափոր գրքեր ա դրված սեղանին, որոնք ժխտում են Արցախի մշակութային ժառանգության հայկականությունը, ալբանական եւ այլն։ Ես ինձ համար երկու կարևոր նիշ եմ սահմանել՝ զբաղվել այս պահին, ինչքան որ կարող եմ օգտագործելով միջազգային իմ կապերը, որպիսի վերջապես կարողանանք փրկել այն, ինչ որ դեռ հնարավոր է փրկել, որտեղ մենք այնտեղ ունենք հարյուրավոր եկեղեցիներ, սրբավայրեր, թանգարաններ, խաչքարեր, որ գոնե դրանք կարողանա անցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության տակ, եւ երկրորդ խնդիրը նիշը, խնդիրը օրակարգը, որ ինձ համար սահմանել են որպես քաղաքական գործիչ եւ հայ, դա Բաքվի բերդում խոշտանգվող հայ ռազմագերիների հարցն է։ Մենք տեսանք, որ դատավարությունը Արցախի քաղաքական էլիտայի բոլորի մասով, բացի Ռուբեն Վարդանյանից, ավարտվել է։ Ես վատ, ուրեմն լուր պիտի ասեմ, նրանք բոլորը դատապարտվելու են Ադրբեջանի քրեական օրենսգրքի բարձրագույն հոդվածով, ամենածանր հոդվածով ցմահ ազատազրկման, եւ ինչ ենք անում մենք այն քաղաքական գործիչներս, նույն քաղաքական էլիտան Հականիկոլ Ճամբարի, որ միջազգային հանրության այսպես փողկապից օձիքից բռնենք եւ ասենք, այնտեղ նստած են մարդիկ, ում հետ դուք բանակցել եք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, եւ խոսքը վերաբերում է առաջին հերթին Ռուսաստանին, վերաբերում է Ֆրանսիային, մեր շատ բարեկամ, ինձ համար շատ սիրելի երկրին, եւ վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Այլապես գիտեք, հեշտ է ասելը, դե ինչ կարող ենք անել, պիտի անենք անհնարինը։ Մենք այն վիճակում ենք, որ այսօր պիտի անենք անհնարինը, որովհետև ես տեղյակ եմ, թե ինչպես են այդ մարդիկ գերի հանձնվել։ Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որ գերի հանձնվելուց մի քանի օր առաջ խոսել եմ Բակո Սահակյանի հետ եւ ասել եմ, միչեւ վերջին արցախցին դուրս չգա, մենք դուրս չենք գալու։ Կներես Սաքոջյան, շարունակի, ինչ վերաբերում է ապագա քաղաքական ծրագրերին, գիտեք, ես շատ զարմացած նայում եմ մեր որոշ ընդդիմադիր ճամբարի կուսակցություններին, որ նստած հիմա մտածում են ով է գլխավորելու իրանց ցուցակը։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, դուք այդքան վստահ եք, որ մինչեւ հունիսի 7-ը Հայաստան մնալու է, որ մտածում եք, թե ով է գլխավորելու ձեր ցուցակը։ Ես դրա համար եմ ասում, այն ընդդիմությունը, ընդդիմադիր են բևերը, ում օրակարգը այսօր հունիսի 7-ի ընտրությունն է եւ ով պատրաստ է տեսնել, հիմա տեսանք, չէ, առաջիկայում այդ մասին խոսեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ասելով, որ Ղազախի նկատի ունենալով Տավուշի 3 գյուղերը եւ մեր Երևանի Բերանի երասխի ճանապարհին կանգնած Տիգրանաշենը Քյարքին պիտի հանձնվի։ Դուք պատկերացնում եք Քյարքին Տիգրանաշեն տալը ինչա նշանակելու։ Դա նշանակելու է, որ ադրբեջանական դիպուկահարի կրակահերթի տակ ամեն օր լինելու է օպերան եւ ամեն օր լինելու է հենց այստեղ Աբովյան փողոցում, այո, Երևանը, ես եւ դուք, Աբովյան փողոցը։ Սա եւ պատահական չէ, երբ որ Տավուշի գյուղերը վերցրեցին Կիրանց եւ այլն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, մենք այնպիսի ռազմավարական դիրքեր ենք վերցրել Տավուշում, որ այլևս Հայաստանի որևէ տարածքում դիպուկահարի նշանակետով ոչնչացնելը այն ինչ որ մենք ցանկանում ենք ոչնչացնել, մեզ համար խնդիր չի։ Սրանք խնդիրներ են, մենք այս մասին պիտի մտածենք եւ պատահական չի, չէ՞ որ Նիկոլը իր այջում
հերթական կներեք այս բառի համար կուտը տվեց իր էլեկտորատին ասելով, որ վերադարձնելու ենք Արցվաշենը, որտեղ ինքը գիտի, որ 4 գյուղ եւ ամենակարևորը մեր զարկերակի աորտայի զարկերակի վրա նստած Տիգրանաշենը հանձնելու է եւ փորձում է դա կոմպենսացնել, որ դե իրանք էլ մեզ Արցվաշենն են տալու, որի մասին իդեպ որևէ խոսակցություն չկա եւ Ադրբեջանի օրակարգում, այո, մյուս կողմը Ադրբեջանի օրակարգում նման հարց չկա, բայց եթե նույնիսկ տեսականորեն ես խոսել եմ մասնագետների հետ, Արցվաշենը իր դիրքով իր ռազմավարական նշանակությամբ 0.00 քանի տոկոս Տիգրանաշեն չկա, որը բնականաբար այդ իր գրառմամբ, որ Արցվաշենը հետ ենք բերելու, դա որ բացենք, դա նշանակում է, որ Տավուշի 3 գյուղերը եւ Տիգրանաշենը տալու ենք Թուրքին եւ այս օրակարգը թողած ես հիմա նստեմ մտածեմ տենաս որ կուսակցության հետ գնամ ընտրության ես ինքս ինձ չեմ հարգի որտեվ ես հասկանում եմ որ կան մարդիկ այդ թվում նաեւ նորաստեղծ կուսակցություններ որոնք երևի մտածում են պատգամավորական մանդատը դա այնպիսի մի մանդատ է հիասթափեցնեմ ձեզ սիրելիներս այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, եթե ձեր օրակարգը լինելու է գնալ եւ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ընդամենը եթե Նիկոլը վերընտրվի, հա, իսկ այն ինչ որ հիմա ինքը անում է, դա վերընտրության ուղիղ ճանապարհն է, այս բռնապետությունը, այս ավտորիտարիզմը հերոսական հարցեր տալ, եթե այդ մանդատը ձեզ դրա համար է պետք, ապա ինչ ասեմ, ամոթ ձեզ, ավելին ասելիք ես չունեմ ձեզ։ Այս բոլորի դիմաց իշխանությունը ամեն օր գխոսի խաղաղության մասին, Դեին Զոհրաբյան, դուք ինչպես կվերաբերեք այդ տրիպ ծրագրին, Թրամփի ծրագրին, նախաստորագրության օգոստոս 8-ին։ Եկեք հիշենք նույն Թրամփի խավորությամբ ստորագրվեց Իսրայելի եւ Պաղեստինի միջև խաղաղության Շարմ el-Շեյխում, հա, քանի օր տևեց, հոկտեմբերի 10-ին ստորագրվեց եւ այնտեղ իդեպ Թրամփը վկա չէր, հա, բրոկեր չէր, ինչպես Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվածի ինքը ասեց, ես բրոկեր եմ, այնտեղ ինքը կարևորագույն դերակատար եւ երաշխավոր էր։ Այս դեպքում ինքը ասում էր, ես ընդամենը բրոկեր եմ, վկա եմ, միջնորդ եմ, այս էլ իմ WhatsApp-ի համարը, որ ուզենաք թող այնտեղեն կամ Կամբոջայի ղեկավարը նկատի ունենալով Ալիևին թող զանգի, քանի օր տևեց 9 օր, հոկտեմբերի 19-ին Իսրայելը սկսեց իր լայնամասշտաբ հարձակում, այսինքն ոչ մի adekvat մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը եւ ոչ մի adekvat հասարակություն չի կարող դեմ լինել խաղաղությանը, բայց եթե մենք նայում ենք նոյեմբերի 8-ին, հա, խաղաղության իբր խաղաղության գնացող Ալիևը Բաքվում պարադա անում իրենց ձևակերպմամբ հայրենական պատերազմում Արցախը վերադարձնելու եւ հայերի դեմ տարած ջախջախիչ հաղթանակի եւ իր կողքը կանգնեցնում է ուղիղ եթերում Արցախցի մորթած Ռոբերտ Բաբաջանյան տարեց Արցախցու մորթած եւ այդ կադրերը ամբողջ սոցիալական ցանցերում տարածած կներեք անասունի եւ այդ անասունին նշանակում են օկուպացված Արցախի Մարտակերտի համայնքներից մեկի ղեկավար, ես իրավունք ունեմ չհավատալու այդպիսի խաղաղությանը, եթե Հիկմետ Հաջիևը հայտարարում է, որ չի ստորագրվելու խաղաղության որևէ պայմանագիր, միջև Հայաստանը չկատարի մեր բոլոր պահանջները, ես իրավունք ունեմ այդ խաղաղությանը չհավատալու, եթե Ալիևը հայտարարում է, որ 21-րդ դարում խաղի կանոնը որոշում են ոչ թե օրենքները եւ օրենսդրությունը եւ միջազգային իրավունքը, այլ որոշում է բռունցքը եւ օկուպացված Արցախի յուրաքանչյուր բնակավայրում դրել է բրոնզե բռունցքի արձան, ես իրավունք չունեմ խաղաղության այդ օրակարգին հավատալու, եթե Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավորը հայտարարում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի պիտի իմանա, որ հայը իր տեսակով ահաբեկիչ է եւ չարիք է եւ մեր խնդիրը պիտի լինի տարածաշրջանը մաքրել հայերից, ես իրավունք ունեմ այդ խաղաղությանը չհավատալու, եթե Ադրբեջանի մեկ այլ падգամավոր Յենի Ադրբեջան կուսակցությունից հայտարարում է, որ եթե Հայաստանը հապաղի եւ խելոք չկատարի Զանգեզուրի միջանցքով մեր պայմանները, ապա Ադրբեջանը պատերազմով կվերցնի Զանգեզուրի միջանցքը, ես լեգիտիմ իրավունք ունեմ չհավատալու
այդ խաղաղությանը, այդ խաղաղությունը այն fast food-ն է, վրան էսպես կետչուպ եւ մայոնեզ լցրած, որը Նիկոլը պիտի ուտացնի հասարակությանը, փորձելով իր վերարտադրությունը ապահովել 26 թվականի խորհրդարանական ընտրության, եթե արտահերթ ինչ որ process-ներ չլինեն։ Բայց ինչն է այս բոլոր սպառնալիքները Ադրբեջանը գայդարարե հաղթողի թիրքեր են։ Ինչպես վարվել այս թրույթին հետ։ Տեսեք, ես հասկանում եմ, որ երկիրը այնպիսի փակուղի է մտած, որ ցանկացած լուծում Ադրբեջանի համար կարող է լինել trigger նոր պատերազմ սկսելու համար, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց միակ հենարանը այս իշխանությունն է, բայց չի պիտի վախենալ դրանից, պիտի սկսել արժանապատիվ բանակցել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Նիկոլ Փաշինյանը չի բանակցում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը որպես տիրամիսյու դրել է աշխարհաքաղաքական կենտրոնների սեղանին եւ ասում է, ով իմ իշխանության վերարտադրության երաշխիք կտա, ամենամեծ կտորը թող պոկի տանի։ Ամենամեծ երաշխիքը այս պահին տալիս է Թուրքիան եւ Ադրբեջանը եւ պատահական չէ, որ Թուրքիայի հայտնի բլոգերներից մեկը, հիշում եք, 1 տարի առաջ հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, մենք պատրաստ ենք, Թուրքիան պատրաստ է հատուկ ջոկատայիններ մտցնել։ Պետք չի ասել, որ ելք չկա եւ ելքը հանձնվելն է, ինչպես ասում է մշտապես Նիկոլի թիմակից Սասուն Միքայելյանը, որ մենք պարտվող ենք, պիտի զիջենք։ Զիջողին անընդհատ կներեք այս բարի համար կզացնելու են։ Զիջողից անընդհատ ուզելու են, պիտի փոխվի այս իշխանությունը եւ պիտի աշխարհաքաղաքական կենտրոնների եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ խոսել adekvat բանակցել։ Շատ կարեւոր է ինձ համար, որ Բաքվի խայտարակ պարադին այդ շքերթին Եվրոպական միության որևէ դեսպան եւ որևէ ներկայացուցիչ չմասնակցեց։ Շատ ամոթ է, որ Ռուսաստանի դեսպանը գնաց կանգնեց եւ մասնակցեց, այսինքն մենք ունենք խոսելու տեղ։ Ես հիմա կվկայակոչեմ 23 թվականի ապրիլի 17-ի Հաագայի դատարանի վճիռը, որը իմպերատիվ կատարման վճիռ է, որ պիտի միջազգային մանդատի ներքո ապահովել արցախցիների վերադարձը։ Պատկերացնում եք, Ադրբեջանը հռչակել է մեծ վերադարձը որպես ազգային ծրագիր, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, որ մենք պիտի լռենք եւ չի պիտի խոսենք արցախցիների վերադարձի մասին։ Բելգիայի խորհրդարանը ընդունում է բանաձև, ասում է, որ միջազգային հանրության երաշխիքի ներքո Ադրբեջանը պիտի ապահովի արցախցիների անվտանգ վերադարձը, Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, դրա մասին չի պիտի խոսենք, այսինքն ամեն ինչ չէ, կորսված է, մենք ունենք միջազգային բանաձևեր, մենք ունենք եվրոպական պարլամենտի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը, մենք ունենք ԱՄՆ կոնգրեսի բանաձևեր եւ բազմաթիվ կոնգրեսականների նախաձեռնություններ, այսինքն ճիշտ աշխատելու հայկական օրակարգ սպասարկող իշխանություն ունենալու դեպքում, այո, հնարավոր է Հայաստանի անկումը վերջնական կասեցնել։ Ձեր բարակային ձեր մոտ գաղտնապարը ինչպես ընդդիմության առումով password-ը իշխանապողությունն է, բայց ով պիտի ստանցնի։ Տեսեք, ես, դուք, բոլոր նրանք, ովքեր թվում է, թե ինչ որ ասեցի մի բան, որը ասում են այսպես, հա, ինչ որ չէ, ես ամեն մեկս, եթե մեր տեղում մեր գործը անենք, հավատացեք, եւ ձևավորվելու է այդ ուժը, վաղ թե ուշ, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք, որ ընդամենը Facebook-յան ստատուսի համար իրավապաշտպանին պարկացնում են 40 հոգով հատակին եւ տանում կալանավորում են, երբ որ այս պահին 3 սրբազան է կալանավորված, հոգեվոր խորհրդի 3 անդամ, թեմերի 3 առաջնորդ, հավատացեք ինձ, այն հայտնի խոսքը կա, ջինը շշից վաղուց դուրս է եկած։ Նիկոլը ինչքան էլ փորձի բոլորիս կալանավորել, ինքը չի կարողանալու այդ ջինը, ահա այսպես, նորից մտցնել շշի մեջ, դա հնարավոր չէ։ Պարզապես մեզ պետք է ընդդիմադիր առաջնորդություն, որի հետևից ժողովուրդ գնավորը չասի, այսօր եկեք, վաղը գնացեք տուն, ֆանարիկը վառեք, ֆանարիկը իջացնեք, մի հատ էլ ոստիկանության դիմաց քոչարի պարենք, մի հատ էլ շալախո պարենք ու գնանք, չէ։ Նիկոլը իր իշխանությունը պահելու մահապարտ է։ Ես դա ասել եմ միշտ։ Նիկոլը հետ դարձի
բոլոր կամուրջները այրած է, Նիկոլը կամիկադզե է, մեզ պետք է մահապարտ ընդդիմություն, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ տնից դուրս գալուց ամեն օր պետք է իր ընտանիքին հրաժեշտ տա, իմանալով, որ կարող է կալանավորվի, կարող է այո գնդակահարվի։ Մթնոլորտը մեր երկրի մեջ։ Ժողովրդի մեջ կա, հավատացեք, այս ընդդիմադիրները, որ ասում են դե ժողովրդին հանգիստ չողեք, ժողովուրդը պատրաստ է բոլոր սոցիոլոգիական հարցումներով 10-ից 8-ը ատում այս իշխանությանը, հավատացեք, դա լրջագույն ռեսուրս է վստահություն ունեցող ընդդիմության դեպքում գեներացնել այն փողոցը, որի դեպքում Նիկոլը ոչինչ չի կարող անել։ Ես հասկանում եմ, որ իրեն տրված է արևմուտքից քարտ բլանշ սանդուի նման գնալ ընտրության չգրանցել եւ ինքը չի գրանցելու կուսակցություններ, ինքը վերջի պահին ընտրական ցուցակից հանելու է կուսակցություններ, բայց ես ելի եմ կրկնում, նույնիսկ Կաշեյ Բիսմերտնին, Կաշեյ անմահ են ռուսական հերոսի անմահ չէր, նա էլ ուներ իր Աքիլեսյան գարշապարը, իր թույլ կետերը, այո կողմերը, իսկ այս իշխանությունը մի դեպքում կարող է ընկրկի, եթե մենք ունենանք այնպիսի մահապարտ ընդդիմություն, ինչպիսին իր իշխանությունը պահելու մահապարտ է Նիկոլը։ Հավատացեք, այդպիսի մարդիկ կան եւ ես իմ մի վերջի հույսով ուզում եմ հավատալ, որ մենք այդպիսի գեներացված փողոց տեսնելու ենք։ Ես չեմ ուզում բեսպրեդել, ես չեմ ուզում հաշվեհարդարներ։ Դուք չեք ուզել արյուն։ Բացարձակապես, որովհետև դա ուղղակի անթույլատրելի է։ Մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ ամեն ինչ պիտի արվի, որ մեր երկրում հայը հայի դեմ դուրս չգա։ Այս 7 տարվա, 7.5 տարվա ատելությունը, հա, այս դագաղներով բերեցին մեզանից յուրաքանչյուրի մեջ սրսկեցին մեր մերձավորի հանդեպ ատելություն։ Ես ինչի եմ սա ասում, ես սա ասում եմ, որտեվ ես ինքս այդ խնդիրը ունեմ։ Ես ատում եմ իմ այն հարազատին, ով առ այս պահը շարունակում է պաշտպանել այս ռեժիմը։ Ես հասկանում եմ, որ այդ ատելությունը սպանում է ինձ, որ այդ ատելությունը թույն է, որը իմ մեջ է ուղված, բայց այո, տոքսիկ է, հա, բայց մենք պիտի կարողանանք մեր հանրային օրգանիզմը այն ատելությունից, որ դագաղներով 18 թվականին բերեցին եւ Նիկոլը իր իշխանությունը պահում է ատիր քո մերձավորին սկզբունքով, մենք պիտի կարողանանք մեր հանրային հավաքական օրգանիզմը առողջացնել, այլապես սա ճանապարհ չի, ատելությունը շատ վատ տեղ տանող ճանապարհ, ատելությունը տանելու է հաշվեհարդարների, տանելու է քաղաքացիական բախումների, ինչը ամեն կերպ պիտի թույլ չտա։ Իրեք խոսենք ինչ-մը դարաշրջանային քաղաքականության առումով նշեցիք Ռուսաստանի ներկայացուցիչին ներկայությունը այդ պարադոնին, դուք ուր կդեղատրեք Ռուսաստանի թերը, այս կան մեծ հարցականներ կան Ռուսաստանի գեցվածքին, թերին եւ այս չեմ ասեր, որ Ռուսաստանը թողնենք գնանք թուրքերու քիրգը կամ ՆԱՏՕ-ի բադոանով, որ այսօր այդ խոսույթը կա։ Շատ են խոսում Եվրոպական միության Հայաստանի անդամակցելու մասին։ Ես եթե 10 ձեռք ունենայի երկուսի փոխարեն, 10 ձեռքով կասեի այո, եթե ես այսքան վստահություն ունենայի, որ դա հնարավոր է, բայց ես 13 տարի եղել եմ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ես եվրոպական կառույցներում գլխավորել եմ լրջագույն հանձնաժողովներ եւ հավատացնում եմ ձեզ, ԵՄ օրակարգում, ԵՄ սահմանների ընդլայնման հարց չկա, ավելին, մարդիկ մտածում են ազատվել որոշ բալաստ երկրներից, ԵՄ, այո, որբեր են, որոնք նստած են ԵՄ բյուջեի վրա եւ ուղղակի հնարավոր չէ 1987 թվականից Թուրքիան դիմել է ԵՄ անդամակցության համար 30 քանի տարի է անցել եւ ոնց եք պատկերացնում, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թույլ կտա, որ Հայաստանի հետ նման ուրեմն առաջխաղացում լինի, հասկանալի է, չէ, որ դա չի լինելու, որովհետեւ այսօր Ռուսաստանի մեր այլընտրանքը Թուրքիան է, ես Ռուսաստանին բազմաթիվ խնդիրներ ունեմ, այո, բազմաթիվ խնդիրներ ունեմ Արցախում իրենց պահվածքի վերաբերյալ։ Ռուսաստանի թերացումը Արցախի։ Միանշանակ, դա անքննելի է, այդ հարցում եմ ընդունում։ Այն հարցում, որ 3 անգամ Ռուսաստանի նախագահն է ջարդել ընդդիմադիր շարժում։ 3 անգամ իր ուղակի Ռուսաստանի իշխանությունը ջարդել է պատերազմից հետո ընդդիմադիր շարժում սատարելով այս ռեժիմը։ Դա անքննելի
հասկանելի է, բայց պիտի ես տեսնեմ այլընտրանքը, պիտի Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան չլինի արևմտյան գլազուր վրան քսած, հասկանում ես, որտեվ Թուրքիայի վրա ինչ գլազուր էլ քսես, ինչ շոկոլադ էլ քսես, նրա այդ գորշ գայլերի նշանը տակից երևալու է, հասկանում եք այս նշանը։ Ես պիտի տեսնեմ այլընտրանք, բայց ցավոք սրտի ես պիտի ցիտեմ ընդամենը վերջերս Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի падգամավորին, ով ասեց՝ եղեք անկեղծ ձեր հասարակության հետ եւ ասեք, որ ԵՄ գալու օրակարգը դա բացառապես ձեր օրակարգն է եւ ձեր ցանկությունն է։ Մենք մեր սահմանների ընդլայնման խնդիր չունենք։ Սա շատ պարզ է, շատ տեսանելի է։ Իսկ ռուսների հետ կարող ենք նոր ճանապարհ ունենալ։ Ես հիմա ասֆալտաբադել այդ ճանապարհը։ Շատ բարդ հարց եք տալիս, բայց որ մենք պիտի կարողանանք շատ գրագետ համադրել ճիշտ, ես այդ բառը ժամանակին օգտագործում էր Օսկանյանը, ես շատ հեգնում էի կոմպլեմենտար, հիմա ես հասկանում եմ, որ մեր տիպի ողնաշարը այլևս վնասված պետությունը, վիրավոր պետությունը, հա, պիտի կարողանա շատ գրագետ աշխատել եւ Ռուսաստանի հետ, որտեղ պատկերացնում եք, Ռուսաստանը բռնի եւ լարսը փակի։ Մեր կենսական ամեն ինչը տեսնում ենք, Վրաստանի հետ հարաբերությունները այլևս որոշակի խնդրահարույց են, լարսը փակվեց 1 ամիս, այստեղ սով է լինելու, մենք դա պիտի հասկանանք, չէ՞։ Հիմա լավ է թե վատ է, որ ճանապարհը միայն դա է, բայց այս պահին դա է։ Սա մենք պիտի հասկանանք, այսինքն մենք պիտի կարողանանք, բայց ինձ համար շատ կարևոր է նաեւ Եվրոպական միության եւ Արևմուտքի հետ ճշգրիտ հարաբերությունները, որովհետեւ գլոբալ առումով հերահար առումով ես Հայաստանը տեսնում եմ եվրոպական ընտանիքում, որտեղ Հայաստանը իր մշակույթով, իր արմատներով, իր գենետիկայով, իր DNT-ով դա եվրոպական ժողովուրդ է։ Դա չի կարող բռնապետական տոտալիտար ինչ որ մի հանգույց լինել այս տարածաշրջանում, չի կարող։ Դին Զորաբյան, ուրիշ թղթածրարը պանանք միասին, գիտեք, ոչ ոք կագնգալեր, որ Նիկոլ Փաշինյանը օր մարտնա եւ այսպես եկեղեցի թեմ անօրինակ, անհասկանալի բայկար մպանա, որ գշարունակվի։ Ինչու թայմինգը հիմա էր։ Գիտենք, որ դարագործություններ կային եւ սակայն չեմ գիտեր, ցեզի համար ակնկալելի էր այդ մեկը։ Ինչ է պատճառը։ Ես չեմ ուզում մտածել այն ինչ որ գերակշռում է հանրային մտածելակերպի տիրույթում, որ ինքը կատարում է Ադրբեջանի պատվերը, որովհետև ես ինքս 2 անգամ Ստրասբուրգում լսել եմ հենց իրեն Ալիևին, ով ասել է, որ մեզ համար լրջագույն վտանգ է հայկական սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին, որոնք հսկայական լոբիստական նշանակություն ունեն։ Ես ավելի շուտ կուզենայի, որ այն չարյաց վատթարագույնը մտածեի, որ դա Նիկոլի հերթական մտասևեռումն է, ես իրեն լավ ճանաչող մարդ եմ եւ եթե ինքը ինչ որ մի թեկուզ ամենաանառողջ, ամենավտանգավոր միտքը իր ուղեղի մեջ մխում է, ինքը ֆանատիկորեն այդ հիվանդագին մտքի հետևից գնում է, բայց երբ որ համադրում ենք օրինակ վերջերս Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցին ֆաշիստական կառույց է եւ վտանգ է տարածաշրջանի պետություններին, երբ որ 4 օր առաջ Ալաշուքյուր Փաշազադեի խոսույթն ենք մեկնաբանում, որ ասում է հայ առաքելական եկեղեցու խնդիրը այն է, որ երբ որ չլինի հայկական պետություն, այսինքն բացահայտում է, որ թյուրքական աշխարհի նպատակը հայկական պետություն չունենալն է, հայ առաքելական եկեղեցին ուզում է Վատիկանի նման ադրբեջանական տարածքում, իսկ Էջմիածինը դա մեր Ուիչմիածինն է, մնալ որպես եկեղեցի պետություն։ Եթե այս ամենը համադրում ենք, հասկանում ենք, որ միգուցեև Նիկոլ Փաշինյանի առջև դրված է այդ օրակարգը, որովհետև քիթը խոթել սրբազանների անկողնու մեջ, դա ոչ սահմանադրությամբ, ոչ որևէ այլ իրավական փաստաթղթով, ոչ ինքը, ոչ էլ ես, ոչ էլ դուք չունեք, այո, ես կողմ եմ, որ այդ խնդիրները քննարկվեն։ Ես կողմ եմ, որ
կուսակրոնության խնդիրները, եթե կան, անպայմանորեն պիտի քննարկվեն, բայց այդ քննարկողը ոչ ես եմ, ոչ դուք եք, ոչ էլ Նիկոլն է, դա կա եկեղեցու հոգևոր խորհուրդ։ Մենք բազմաթիվ դեպքերի այս տարիների ընթացքում լսել ենք նույն Վատիկանում ընդհուպ պեդոֆիլիայի մանկապղծության, բայց չենք տեսել, որ Իտալիայի որևէ ղեկավար դա սարքի իր թիվ 1 խնդիրը եւ խաչակրած արշավանք սկսի դա Վատիկանի ներքին խնդիրն է եղել եւ այդ խնդիրը ներքին Վատիկանի քննարկումների եւ իրենց հոգեվոր խորհուրդների մակարդակով լուծվել է։ Ես դրա համար եմ ասում, այս մտասևեռումը շատ վտանգավոր է, որովհետև նայեք ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները ամեն անգամ, երբ որ Նիկոլը այսպես գնում է դեպի հայ առաքելական եկեղեցու դեմ, իրանք մի հատ այսպես մեծ գալչկա են դնում եւ ասում են Նիկոլը կատարում է Ադրբեջանի, իրականացնում է մեր ադրբեջանական օրակարգը։ Իսկ այս բոլորի գողքին ընդդիմությունը անգերձ է եկեղեցու հանդեպ։ Համաձայն եմ ձեզ հետ, որ ոչ, դե իրենք բացատրում են, ասում են մեր ձեռքին լծակ չկա։ Դա ամենահեշտ տարբերակն է մի կողմ քաշվելու։ Ես վատ եմ զգում, երբ որ գնում եմ սրբազանների դատին եւ այնտեղ քիչ մարդ է լինում։ Հասկանում եք, մեր հասարակությունն Հիմա մասնակցում եք դա։ Այո, ես հիմա ամսի 13-ին գնալու եմ, վաղը գնալու եմ Բագրատ սրբազանի դատին։ Հասկանում եք, ես Քավլիցի Ես ինքս լիբերալ մարդ եմ, ես բոլոր տեսակի փոքրամասնությունների հանդեպ բացարձակապես լոյալ եմ, բացարձակ խնդիր չունեմ, ավելին դա իրենց կյանքն է։ Ես Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների, եթե դրանք պղծություն եւ սատանիզմ եւ մեր պետականության դեմ, ազգային անվտանգության դեմ արժեքներ չեն քարոզում, լոյալ եմ, բայց դուք պատկերացրեք, ինչ կանեին օրինակ կյանքի խոսքի կամ Եհովականները, եթե իրենց հոգեվոր հովվի հանդեպ այսպիսի հալածանք լիներ, ուր են հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ուր է մեր հոտը։ Այո, սա լրջագույն խնդիր է։ Մենք այսպես հասարակությունը այնպիսի մի ապաթիայի մեջ է թաղվել, որ մենք պիտի կարողանանք այս հուսահատությունը թոթափել, որտեղ հուսահատությունը ամենամեծ մեղքերից մեկն է։ Դին Զորաբյան, ձեր հարաբերությունները ինչպես են Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Չկա ցավոք սրտի կամ որևէ հարաբերություն։ Վերադարձ կլա։ Չէ, ես գիտեք, չեմ կարծում, որ դա ճիշտ է, որովհետև ինձ համար մեկ այլ ճանապարհ է հիմա, ես ինքս մեկ այլ ուղու վրա եմ հիմա, ինձ համար այլ օրակարգեր կան։ Ես շատ հարգանքով եմ։ Մեջալ չգա ընտրության կոնցեպտը, ինչքան որ հասկացա։ Այս պահին դեռ ոչ, ես շատ հարգանքով եմ վերաբերում իրենց բոլորին, այնտեղ ես ունեմ լավ ընկերներ, Արման Աբովյանը, շատ հարգանքով եմ վերաբերում պարոն Ծառուկյանին, տիկին, իր մայրիկի հետ իմ կապը մշտական կա, բայց ես գտնում եմ, որ այդ դուռը ինձ համար փակված դուռ է եւ ես բոլոր այն ուժերին, ում օրակարգը հայկական է, ես մաղթում եմ հաջողություն։ Անգերց զրույց էր, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս այսօր Նաիրա Զոհրաբյանն էր, հայտնի քաղաքական գործիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ, նաև օրտորս ցեզի արկելի ակնթիրներ հետևիլ մեր եթերներուն, լայք մսեղմել, մեկնաբանել, դարաձել մեր տեսանյութերը այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը։ Բարի մնացեք։